Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Պարոն Լավրով, դուք եկել եք մի երկիր, որի դեմ եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանը կիրառել է մեծականակ ռուսական զենքեր, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ օկուպացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ ադրբեջանական բանակի զենքի 60%-ը եղել են Ռուսաստանից եւ Բելարուսից մատակարարվածները։ Բացի այդ, Ռուսաստանը չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Ռուսաստանը զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է։ Չեք կարծում, որ այս պայմաններում բնական է, որ Հայաստանը պետք է փորձի մերձենալ Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ եւ ԵՄ այլ երկրների հետ ու անդամակցության գործընթաց սկսի։ Չնայած դուք ձեր ասուլիսի ժամանակ, եթե չեմ սխալվում, հունվարի 14-ին հայտարարել եք, որ ԵՄ-ին միանալու գործընթացը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, բայց ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ռուսական պետական լրատվամիջոցներ սպառնալիքներ են հնչեցնում եւ անգամ զուգահեռներ տանելով, այսպես ասած, Հայաստանի ուկրաինացման հետ կապված, սա ինչ է նշանակում, արդյոք Ռուսաստանը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, ինչպես եղավ Կիևի դեպքում, թե այնուհանդերձ կհարգեք Հայաստանի ինքնիշխան որոշումը։ Եվ եթե կարելի է մեկ հարցել Հայաստանի արտգործնախարարին, պարոն Միրզոյան, Հայաստանի քաղաքացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր այս պահին արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, չեն հասկանում, թե ինչու եւ ինչպես է Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին մասնակցում Մոսկվայում տեղի ունենալիք շքերթին, ինչու եք դուք պարոն Լավրովին այսպես ջերմ հյուրընկալում եւ սա այն պայմաններում, երբ Հայաստանի դժվարին եւ ճգնաժամային պայմաններում Ռուսաստանը չի դրսեւորել որպես Հայաստանի դաշնակից եւ չի կատարել անվտանգային պարտավորությունները, ավելին հաճախ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ Բաքվի ռազմական հարձակումները Հայաստանի դեմ արդարացված են, քանի որ սահմանները հստակեցված չեն։ Այսքանից հետո հայ-ռուսական ինչ որակի հարաբերությունների մասին կարող է խոսք լինել եւ կոչվել դրանք դաշնակցային։ Знаете, мне как-то даже неловко отвечать на ваш вопрос. Во-первых, не запомнил того, что вы тут говорили. Позиция ваша ясна. Եթե բոլոր տարիներին անկախություն ձեռք բերելուց հետո օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում նաև ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել։ Իմիջ այլոց Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք վերցնելու համար անվիճարկելի 7, չվիճարկվող 7 ադրբեջանական շրջանները եւ այնտեղ ամրաշինական եւ ռազմական գծեր ստեղծելու համար, շինարարության համար եւ դրանք ցույց են տալիս, որ այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու համար էր հաշվարկնարված։ Որոշ վերլուծաբաններ ասում էին, որ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր այն մասին, որ ընդհանրապես չէին պլանավորում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին, ուստի այո, Աֆրիկայում էլ է, Մոզամբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք, Կալաշնիկովի ավտոմատ, շատ երկրներում կա մեր զենքը եւ դա չի նշանակում, թե այդ զենքը ամենուր օգտագործվում է այն նպատակներով, որոնք օրինակ համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին։ Ձեր նշանակած դրվագները վճարում մատակարարումների հետ կապված եւ չկայացած մատակարարումների հետ կապված մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, մենք կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները
հաշվանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա, նոր մատակարարումների առումով մենք այո հիմա ունենք իրավիճակ, որում մենք ստիպված ենք ինչպես պատմության մեջ բազմիցս կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, որը հերթական անգամ նացիստական կարգախոսների ներքո Զելենսկու ռեժիմն առաջ մղելով կռվում է մեր դեմ։ Գործնականում բոլոր եվրոպական երկրները եւ զենք, ինչպես հասկանում եք այս իրավիճակում, որը հասնում է Ուկրաինա շատ է, ժամանակակից զենք է եւ այդ զենքը մեր պատասխանն է պահանջում եւ մեր հայ բարեկամները համոզված են մեզ հասկանում են, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել, բայց անգամ այդ իրավիճակում բոլոր հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են եւ մենք այդ պրակտիկան կշարունակենք։ Ինչ վերաբերում է այլ երկրներում զենքի գնումներին, որևէ խնդիր չկա։ Դա մեր հայ բարեկամների ընտրությունն է, եթե իրենք ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա լրացուցիչ մատակարարումների համար, խնդրեմ, եթե որևէ այլ երկրի, խնդրեմ, մենք որևէ բան չենք պարտադրելու, բայց իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի նման երկրից ռազմական մատակարարումների վրա, որը գլխավորում է, այդ երկրը գլխավորում է ճշնամական ճամբարը եւ անձամբ նախագահ Մակրոնը եւ իր բոլոր նախարարները պարզապես ատելություն են շնչում Ռուսաստանի նկատմամբ եւ համարում են, որ այն միակ խնդիրն է Ուկրաինայի հակամարտության չլուծման համար, բայց իրենք լուծում ասելով հասկանում են հրադադար առանց որևէ պայմանների առնվազն մեկ ամսով կամ ավելի երկար ժամկետով, որովհետեւ մենք կարողանանք հանգիստ միջավայրում լրազինել Ուկրաինային, որ Ուկրաինան կարողանա իր պաշտպանական դիրքերը ուժեղացնել։ Ընդ որում այդ կոչերը առանց պայմանների հրադադարի մասին հնչեցվում են մի քանի տարի լրիվ այլ դիրքորոշում ունենալուց հետո, որը ձևակերպում էին Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ի անդամները, իսկ իրենք ասում էին երկար տարիներ ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չստանա Ռուսաստանից ավելի ուժեղ դիրքեր եւ ընդհանրապես չեն լինի բանակցություններ, ասում են, քանի դեռ Ռուսաստանը ռազմավարական պարտություն չի կրի։ Հետո 180 աստիճանով շուր եկան եւ հիմա արդեն ոչ թե ռազմավարական պարտություն, այլ հրադադար, որպեսզի Ուկրաինան լրազինվի։ Քաղաքական իմաստով իհարկե Ֆրանսիան հանդես է գալիս որպես ճշնամական պետություն, ուստի մեր դաշնակիցները իրենք պետք է որոշեն, թե որտեղ է ավելի լավ զենք գնել։ Նույնիսկ այն ամենով հանդես ինչ ես ասացի։ Իսկ ինչ վերաբերում է, մի բան ասացիք Հունվարի 24-ի մասին, ընտրության իրավունք, ասում եք, մենք ճանաչում ենք ընտրության իրավունքը։ Մենք նախկինի պես շատ ջերմ հարաբերություններ ունենք հայ ընկերների, հայ բարեկամների հետ, ի հեճուկս մի շարք խնդիրների, որոնք ծագեցին հարաբերություններում։ Դերևս միմյանց դիրքորոշումները ոչ լիարժեք հասկանալու պատճառով։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մեկ անգամ էլ ասեմ, մեզ ոչ ոք չի կարող փնովել, մեղադրել, որովհետև վերջին առնվազն 20 տարիներին եւ նախագահ Պուտինը եւ նախագահ Մեդվեդևը, հետո նորից նախագահ Պուտինը առաջ էին մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ Հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը գնում։ Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը, վերադարձրել 5 շրջանները, որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով, իսկ փաստացի խոսքը գնում էր այն մասին, որ դա հետաձգվի եւ թողնվի ապագա սերունդներին,
Դա երևի ինչ-որ բանով ավելի լավն է, քան այն ինչ հիմա ստացվեց։ Ինչու, որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին։ Սակայն այո, ընտրության իրավունքը իրացվեց։ Այս պարագայում հրաժարում այն բանաձևից, որը ես հենց նոր հիշեցի։ Եվ ձեր այն արտահայտությունը իբրև Հայաստանն ուկրաինացնելու մեր մոտեցումը, որ ասացիք ինչ-որ նման մի բան, որ հետո Հայաստանի հետ անել նույնը, ինչ արել եք Ուկրաինայի հետ, ըստ նույնիսկ մեկնաբանելու բան չկա։ Նշանակում է դուք կողմ եք եւ սատարում եք նացիստական ռեժիմին, արմիությունների տանը մարդկանց այրելուն, ովքեր զինվորական խմբավորումներ ուղարկեցին Ղրիմի խորհրդարանի վրա հարձակվելու միայն նրա համար, որ Ղրիմի խորհրդարանը եւ Ղրիմը հրաժարվել էին սատարել հակասահմանադրական պետական հեղաշրջմանը։ Ես չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարությունը մեկնաբաներ 14 թվականի փետրվարի Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը։ Չեմ հիշում, որ արևմտյան երկրներից որևէ մեկը մեկնաբաներ բացասաբար խոսեր այդ իրադարձության մասին։ Ուրեմն այն ժամանակ արդեն Հայաստանը 2014 թվականին իրացնում էր դիրքորոշում ընտրելու իր իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական գործընկերներին, ովքեր պետական հեղաշրջման նախաշեմին որպես երաշխավոր հանդես եկան այն ժամանակվա նախագահի եւ ընդդիմության միջև։ Մենք հարցրեցինք, բայց դուք երաշխավորում եք, որ կարգավորում է տեղի ունեցել, ինչու ոչ չեք անի այդ պուտչիստներին, որ կարգ պահպանեն, իրենք ամոթխած հայացքը կախեցին եւ ասացին, երբեմն ժողովրդավարությունը անսպասելի թեքում է ստանում, անսպասելի ընթացք է ստանում, նույնը ԱՄՆ-ը գնաց, մի կողմ քաշվեց, թեպետ դրանից առաջ նախագահ Օբաման նախորդ օրը զանգում էր նախագահ Պուտինին եւ խնդրում էր չառարկել կարգավորման համաձայնագրի ստորագրմանը, որը պիտի լիներ Եվրամիության երաշխավորության ներքո, խոսելով ԱՄՆ-ի մասին 2014 թվականին փետրվարից քիչ անց պետական հեղաշրջման փորձ եղավ Կամբիայում։ Դուք հետաքրքրասեր անձնավորություն եք, նայեք ինտերնետում այնտեղ կա հայտարարություն, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարությունը Գամբիայում հեղաշրջման փորձի մասին, որտեղ ասված է, որ ԱՄՆ-ը երբևէ չեն սատարի իշխանության փոխանցումը ոչ սահմանադրական ճանապարհով։ Այ իրենց հարցրեք, գալիս լինում են չէ ամերիկացի գործընկերները այստեղ, մամլոասոլիստների գալիս են, իրենց հարցրեք ինչու Գամբիայում չի կարելի, իսկ Ուկրաինայում կարելի է։ Իրենք ձեզ հավանաբար կասեն ինչ-որ բան, ինչ-որ սուբյեկտիվ հանգամանքների մասին, բայց իրականում Գամբիայում կառավարություն էր, որին ամերիկացիները սատարում էին, իսկ Ուկրաինայում նախագահ էր, ում իրենք ուզում էին իշխանազրկել եւ իրենց մարդկանց այնտեղ դնել։ Դա համար ես չեմ տեսնում պատճառներ, որևէ պատճառներ Հայաստանի ուկրաինացման համար, Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է, Հայաստանը չի Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ուզում են ռուսերեն խոսել։ Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը, ի տարբերություն Ուկրաինայի։ Այդ օրենքների ցանկը այսօր մենք փոխանցեցինք մեր ընկերներին, որովհետեւ որևէ երկրում չկա որևէ լեզվի արգելք, խոսքը ոչ պետական լեզվի մասին է, որևէ երկրի, որևէ լեզվի, եթե այդ լեզվով խոսողները քո երկրի բնակիչներն են, մենք բարձրացինք, որ Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, իմիջայլոց Ադրբեջանում, այդ թվում այժմ նաև Ղարաբաղում, ժամանակությամբ Ադրբեջանի արգելված չէ հայոց լեզուն, իսկ այ Ուկրաինայում ռուսերենը արգելված է, Իսրայելում արաբերենը արգելված չէ, արաբական երկրներում եբրայերենը արգելված չէ։ Ուկրաինան այդ առումով ունիկալ պետություն է, երբ մենք լսում ենք
Еврокомиссии Եվրահանձնաժողովի ընդայնման հանձնակատարի հայտարարությունները по-моему, տեկին կարծես կոս ասում է իբրև ամբողջ Ուկրաինան կատարել է բոլոր նախնական պայմանները եւ կարելի է սկսել անդամակցության բանակցությունները на фоне того, что եւ այն фон дер Ляйен բանի ֆոնի որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Կալասը եւ մյուսները հայտարարում են թե надо ей помогать, պետք է օգնել Ուկրաինային она не победит, քանի потому что մինչեւ որ հաղթի, որովհետեւ Ուկրաինան европейские ценности. պաշտպանում է եվրոպական արժեքները, դա նշանակում է, որ Европа считает своими Եվրոպան ценностями իր արժեքներն է համարում նացիզմը, истребление языка, на котором говорит большинство граждан. այն լեզվի ոչնչացումը, որով խոսում են տվյալ պետության Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը, Такой украинизация ինչ Армении. ուկրաինացման, Հայաստանի ինչ ուկրաինացման մասին կարող է խոսքը գնալ։ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է։ Вот. Ну, вы опубликуйте. Դուք հրապարակեք свой вопрос. ձեր հարցը ամեն դեպքում։ Ответы мои не Իմ обязательно. պատասխանները պարտադիր չէ։